Վերջին 24 ժամում Գազայում ինտենսիվ ռազմական գործողություններ են։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը Իսրայելի արձակումից հետո հայտնել է առնվազն 90 զոհի եւ մոտ 200 վիրավորի մասին։ Ալ Ջազիրայի հրապարակած սահմռկեցուցիչ այս կադրերում երևում է, որ զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ։ Ցախալը հայտարարել է, որ իր թիրախները Համասի ռազմական օբյեկտներն են։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործողությունների նպատակը Համասի վրա ճնշում գործադրելն է, իրենց պատանդներին ազատ արձակելու համար։ Հիմնական հարվածները կենտրոնացել են Գազա քաղաքի Շուջայա թաղամասում, փախստականների ճամբարներում եւ սահմանային Ռաֆայի շրջակայքում։ Գազայում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ չեն հերիքում դեղորայքը, վառելիքը եւ բժշկական պարագաները։ Առողջապահական եւ հումանիտար իրավիճակը Գազայում աղետալի է։ Օկուպացիայի պատճառով բժշկական պարագաներ չեն ներկրվում։ Հիվանդանոցները երկար ժամանակ չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքը այսպիսի լուրջ ճգնաժամի պայմաններում։ Գազայում սովի իրական վտանգ կա։ ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագիրն է զգուշացնում։ Իսրայելը սահմանափակել է հումանիտար օգնության մուտքը Գազա։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կոչ են անում հրադադար հաստատել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այն, որ քաղաքացիական զոհեր կան, պահանջել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։ Փորձագետները կարծում են, չնայած դիվանագիտական ջանքերին, խաղաղ կարգավորման հեռանկարը մնում է անորոշ։ Ի դեպ Իսրայելը թիրախավորել է նաեւ արևմտյան ափի Ռամալա քաղաքի հարակից քրիստոնեական գյուղերը, հրկիզելով տներ եւ մեքենաներ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։